Կարկուտի 1,5 մետրանոց բույտեր Հայաստանում։ Տորնադոների հզոր բռնկում ԱՄՆ-ում։ 20,000 ապահովագրական պահանջներ Կանադայում փոթորկից հետո։ Չեչքարային շրջափակում Պապուա Նոր Գվինեայում։ Անցած շաբաթվա այս եւ այլ կլիմայական իրադարձությունների մանրամասները դիտեք հաջորդիվ։ Հայաստան։ Հունիսի 11-ին հզոր փոթորիկները հարվածեցին Հայաստանի Շիրակի, Լոռու, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզերին։ Ամենաբարդ իրավիճակը ստեղծվեց Գյումրիում, որտեղ գիշերը տեղաց աննախադեպ քանակությամբ կարկուտ։ Արբանյակային տվյալներով քաղաքի առանձին հատվածներում անձրևի ինտենսիվությունը հասնում էր ժամում 40 մմ-ի։ Չնայած հեղեղատար համակարգի անխափան աշխատանքին, տեղումների ծավալն այնքան մեծ էր, որ համակարգը չկարողացավ հաղթահարել ծանրաբեռնվածությունը։ Փողոցներն ու բակերը հեղեղվեցին, իսկ բազմաթիվ ավտոմեքենաներ արգելափակվեցին ջրի եւ սառույցի հոսքերով։ Տեղ-տեղ կարկուտի կույտերի բարձրությունը հասնում էր 1,5 մետրի։ Քաղաքում երթևեկությունը գրեթե կաթվածահար էր եղել, եւ կոմունալ ծառայությունները ստիպված էին ամբողջ գիշեր մաքրել ճանապարհները, տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնելու համար։ Նույն օրը վատ եղանակը դարձավ եւս մեկ միջադեպի պատճառ։ Երևան, Սևան մայրուղու վրա, Չարենցավան քաղաքի շրջանում կայծակի հարվածից հետո փլուզվեց կամրջի մի մասը։ Արդյունքում վնասվեցին 3 ավտոմեքենաներ։ Բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն այդ հատվածում երթևեկությունը ժամանակավորապես իրականացվում էր միայն մեկ գծով։ Մի քանի օր առաջ հզոր կարկուտը լուրջ վնաս հասցրեց Լոռու մարզին։ Հունիսի 6-ին Ստեփանավան համայնքում ուժեղ կարկուտ տեղաց, որը տեղ-տեղ հասնում էր հավի ձվի չափի։ Թեպետ վատ եղանակը տևեց ընդամենը 15-20 րոպե, դրա հետևանքները մասշտաբային եղան։ Պատճառված վնասի մասին հայտարարություն ներկայացրեց մոտ 2000 մարդ։ Վնասվել էր մոտ 700 ավտոմեքենա։ Կարկուտը կոտրեց շենքերի տանիքներն ու պատուհանները, վնասեց արևային վահանակները, պտղատու ծառերը եւ գյուղատնտեսական հողատարածքները, ներառյալ ցորենի եւ կարտոֆիլի դաշտերը։ Գյուղատնտեսական շրջաններից մեկում հովիվը գլխի եւ ձեռքերի վնասվածքներ ստացավ։ Բացի այդ, ոչխարաբուծական ֆերմայում սատկեց ավելի քան 60 գլուխ կենդանի։ Հարկ է նշել, որ Ստեփանավանում հակակարկտային համակարգ չկա, քանի որ նախկինում դրա անհրաժեշտությունը չէր առաջացել։ Այդպիսի կայաններ համայնքում տեղադրված էին միայն գյուղական վայրերում։ Տեղական իշխանությունների խոսքերով, այստեղ նման մասշտաբի աղետի հետ առաջին անգամ էին բախվել։ Շվեյցարիա։ Հունիսի 9-ին շվեյցարական Տիչինո կանտոնի հարավը հայտնվեց հզոր ամպրոպային փոթորկի հարվածի տակ։ Տեղի բնակիչներն ասում են, որ երբեք նման բան չեն տեսել։ Տարերքի էպիկենտրոնը դարձավ Մենտրիզիոտտո տարածաշրջանը։ Կոլտրերիո համայնքում 10 րոպեի ընթացքում տեղաց գրեթե 41 մմ անձրև։ Սա դարձավ նոր առավելագույն ցուցանիշ հարավային Ալպերի համար եւ գործնականում կրկնեց Շվեյցարիայի բացարձակ ռեկորդը։ Խոշոր կարկուտը, տեղ-տեղ մինչև 7 սանտիմետր տրամագծով, կոտրեց ավտոմեքենաների ապակիներն ու հայելիները, իսկ տներում վնասեց տանիքներն ու ձեղնահարկերը։ Հաշված րոպեների ընթացքում ամեն ինչ սպիտակեց կարկուտից, իսկ ճանապարհները տեղ-տեղ վերածվեցին սառցե գետերի։ Բալերնա համայնքում ավտոմեքենաները դժվարությամբ էին շարժվում ջրածածկ փողոցներով։ Հատկապես ուժեղ տուժեց գյուղատնտեսությունը։ Լրջորեն տուժեցին խաղողի այգիները, վնասվեցին որդատունկերն ու ապագա բերքի մի մասը։ Պապուա Նոր Գվինեա։ Նախորդ թողարկումներից մեկում մենք պատմել էինք Բիսմարքի ծովում, Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ Տիտան Ռիչ ստորջրյա հրաբխի ժայթքման սկզբի մասին։ Նրա մեկամսյա անընդհատ ակտիվությունից հետո հետևանքներն արդեն լուրջ ազդեցություն են ունեցել տեղի բնակչության կյանքի վրա։ Հունիսի 8-ին Չեչաքարի հսկայական լաստանավերը, քարացած հրաբխային ապարի զանգվածները, հաղթահարելով մոտ 125 կիլոմետր, հասան Մանուս կղզային նահանգի ափերին։ Կղզիների շուրջ ծովը ասես քարացած լիներ։ Հունիսի 10-ին ափամերձ որոշ հատվածներում Չեչաքարի շերտի հաստությունը հասել էր 2-ից 3 մետրի։ Ափամերձ գյուղերը լիովին արգելափակված են, այնտեղ հասունանում է հումանիտար աղետ։ Առաջնային խնդիրը սննդի եւ ջրի բացակայությունն է։ Ծովում լվացվելն անհնար է դարձել, ուստի մարդիկ ստիպված են լոգանքի համար օգտագործել խմելու ջուրը, որի պաշարները սպառվում են։ Չեչաքարը ծածկել է խութերն ու ծովային մարգագետինները, արգելափակելով արևի լույսը, ինչը հանգեցրել է ձկների զանգվածային անկման։ Լուկղզու Բաոն գյուղում բնակիչները պատմել են, որ մի նավակ քիչ էր մնում խորտակվեր, քանի որ Չեչաքարի զանգվածը ներքաշում էր դրան իր մեջ ինչպես շարժվող ավազները։
Արդյունքում անհասանելի են դարձել ձկնորսությունը եւ շուկա մեկնելը, ձուկ եւ բերք վաճառելու ու գնումներ կատարելու համար, ինչպես նաեւ բժշկական ծառայությունների հասանելիությունը։ Լիովին դադարել է ծովային հաղորդակցությունը Լորենգաուի Մանուս նահանգի մայրաքաղաքի հետ։ Ռաբաուլի աստղադիտարանի տվյալներով հունիսի 4-ից մինչև 9 Տիտան Ռիչ հրաբխի ակտիվությունը նվազել է, սակայն չի դադարել, իսկ ջերմային անոմալիաները հակառակը ուժեղացել են։ Չեչաքարի գոյացությունների չափերը շարունակում են մեծանալ։ Դրանցից մեկը հասել է 5 կիլոմետր երկարության, 3 կիլոմետր լայնության եւ մոտ 5 մետր խորության։ Հրաբխագետի խոսքերով նման չեչքարյային լաստանավերը կարող են ամիսներով կամ նույնիսկ տարիներով լողալ, մինչև ջրով ներծծվեն եւ սուզվեն։ ԱՄՆ Հունիսի 11-ին հզոր ամպրոպային համակարգերն անցան ԱՄՆ-ի միջին արևմուտքի մի քանի նահանգներով եւ այնտեղ առաջացրին տորնադոների խոշոր բռնկում։ Ազգային եղանակային ծառայության տվյալներով հաստատվել է առնվազն 42 նման երևույթ։ Ամենաավերիչը դարձան Իլինոյսի եւ Ինդիանայի մրրիկները։ EF3 կարգի տորնադոն հարվածեց Իլինոյս նահանգի Ստրիտոր քաղաքին։ Տեղական իշխանությունների եւ ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն վնասվել է առնվազն 79 տուն, որոնցից 44-ը ստացել են ծանր վնասներ կամ ամբողջությամբ ավերվել են։ 7 մարդ վնասվածք է ստացել, նրանցից 4-ին շտապ օգնության ծառայությունները տեղափոխել են հիվանդանոց։ Եվս մեկ հզոր տորնադո անցել է Ուոշվեր նավանով։ Նրան նույնպես տրվել է EF3 կարգ, քամու արագությունը հասել է ժամում գրեթե 250 կիլոմետրի։ Մրրիկը պոկել է տանիքները եւ փլուզել տների պատերը, իսկ ծառերից թողել է միայն բները եւ խոշոր ճյուղերը։ Այն նաեւ պոկել է տերևները կամ ամբողջությամբ արմատախիլ արել եգիպտացորենի ցանքերը, ինչը զգալի վնաս է հասցրել տարածաշրջանի գյուղատնտեսությանը։ Ինդիանա նահանգի Մերիլվիլ քաղաքում EF2 կարգի տորնադոն վնասեց ավելի քան 200 շենք։ Տապալված ծառերն ու էլեկտրահաղորդման գծերը փակել էին փողոցները, իսկ դպրոցի տանիքի մի մասը պոկվել էր։ Ավելի հզոր EF3 կարգի մրրիկն անցավ Փորթեր եւ Լափորտ շրջաններով։ Այս տորնադոյի ուժի մասին կարելի է դատել նրա թողած ավերածություններով։ Այն երկու մասի էր պատռել հացահատիկի պահպանման մետաղական բունկերները, ջզմել ոռոգման համակարգերը եւ բեկորները ցրել բազմաթիվ կիլոմետրերով։ Տարերկի անցնելուց հետո հունիսի 12-ի ցերեկը Իլինոյսում գրանցվել էր էլեկտրաէներգիայի անջատման գրեթե 180,000 դեպք։ Ինդիանայում առանց լույսի էին մնացել մոտ 115,000 տուն եւ ձեռնարկություն։ Բարեբախտաբար տորնադոները մարդկային զոհերի չհանգեցրին, սակայն փոթորիկներն այնուամենայնիվ ողբերգական հետևանքներ ունեցան։ Այովա նահանգի զբոսայգիներից մեկում ուժեղ քամուց ծառը կոտրվեց եւ ընկավ մի տղամարդու վրա։ Նա մահացավ տեղում։ Կանադա Հունիսի 9-ին հզոր փոթորկային համակարգը հարվածեց կանադական Մանիտոբա նահանգին, առաջացնելով մասշտաբային ջրհեղեղներ, խոշոր կարկուտ, ավերիչ քամիներ եւ տորնադո։ Օդերևութաբանների խոսքերով դա վերջին տասնամյակների ընթացքում վատ եղանակի ամենաուժեղ բռնկումներից մեկն էր։ Հատկապես տուժեց նահանգի հարավային մասը։ Դելորեն քաղաքի շրջանում գրանցվել են քամու պոռթկումներ, մինչև ժամում 130 կիլոմետր արագությամբ։ Ստոնվոլում ընդամենը 10 ժամվա ընթացքում տեղացին մոտ 250 մմ տեղումներ։ Քաղաքի քաղաքապետը այդ հորդառատ անձրևը անվանեց աննախադեպ։ Ջուրը հեղեղեց բնակելի տները, ձեռնարկությունները եւ ճանապարհները, իսկ բազմաթիվ մայրուղիներ մասամբ քշվեցին բուռն հոսքերի կողմից։ Լրջորեն տուժեց նաեւ նահանգի խոշորագույն քաղաքը՝ Վիննիփեգը։ Շատ շրջաններում գոյուղաջրերը լցվեցին շենքերի նկուղային տարածքներ։ Չդադարող ամպրոպների եւ ինտենսիվ կայծակային ակտիվության պատճառով տասնյակ ավիաչվերթներ չեղարկվեցին կամ հետաձգվեցին։ Հորդառատ անձրևներից բացի, փոթորիկն ուղեկցվում էր խոշոր կարկուտով։ Վիննիփեգում եւ Սանֆորդում տեղած թենիսի գնդակի չափի կարկուտ, իսկ Օտտերբերնում սառցե գնդերի տրամագիծը հասնում էր 10 սանտիմետրի։ Տարերկը իր հետևից թողեց ավերածությունների լայն շերտ, տապալված ծառեր, կտրված էլեկտրահաղորդման գծեր եւ հազարավոր վնասված ավտոմեքենաներ։ Manitoba Public Insurance պետական ապահովագրական ընկերությունը հաղորդեց, որ փոթորկից հետո ընդամենը մի քանի օրվա ընթացքում ստացել է մոտ 20,000 ապահովագրական դիմում, ինչը կարող է դառնալ բացարձակ ռեկորդ կազմակերպության ամբողջ պատմության ընթացքում։
Կոնվեկտիվ փոթորիկները դառնում են ամբողջ մոլորակում ավելի նկատելի եղանակային սպառնալիք։ Եղանակային ամփոփագրերում ավելի հաճախ նշվում են ոչ թե պարզապես ամպրոպներ, այլ գերբջիջներ, որոնք առաջացնում են ավելի քամու պոռթկումներ, ծայրահեղ հորդառատ անձրևներ, խոշոր կարկուտ և տորնադոներ։ Եվ նման իրադարձությունների հետևանքներն արդեն աճում են ավելի արագ, քան քաղաքներն ու ենթակառուցվածքները հասցնում են հարմարվել դրանց։ Այս փոփոխությունների առավել ակնառու ցուցիչներից մեկը դառնում է խոշոր կարկուտը։ Այսպես, Nature Geoscience գիտական ամսագրում հրապարակված հետազոտությունը դիտարկում է կարկտային փոթորիկները, որոնց ժամանակ տեղում է 5 սանտիմետրից ավելի մեծ չափի կարկուտ, 1950 թվականից մինչև 2023 թվականն ընկած ժամանակահատվածում։ Հենց այդպիսի շատ խոշոր կարկուտն է ամենալուրջ վնասը հասցնում գույքին և ենթակառուցվածքներին, հաճախ հանգեցնելով բազմամիլիարդանոց կորուստների։ Հետազոտությունը բացահայտել է հետևյալ միտումները։ Շատ խոշոր կարկուտի գլխավոր համաշխարհային օջախները գտնվում են հյուսիսային Արգենտինայում, Ուրուգվայում, Պարագվայում, հարավային Բրազիլիայում, ԱՄՆ-ի մեծ հարթավայրերում և հարավային Աֆրիկայում։ Նման իրադարձությունների հաճախականության ամենասուր աճն այժմ դիտվում է Եվրոպայում։ Դա կապում են մակերևույթի մոտ խոնավության աճի և մթնոլորտային անկայունության հետ։ Կարկուտից առաջացող վնասներն աճում են Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում, սակայն պատճառները տարբեր են։ Եվրոպայում հիմնականում շատ խոշոր կարկուտի հաճախացման պատճառով, իսկ ԱՄՆ-ում և Ավստրալիայում առաջին հերթին այն պատճառով, որ ավելի շատ գույք և ենթակառուցվածքներ են հայտնվում ռիսկային գոտիներում։ Դա հաստատում են ոչ միայն հետազոտություններն ու վիճակագրությունը։ Ավելի ու ավելի հաճախ հենց մարդիկ են ասում, որ կարկուտը դարձել է այլ ավելի խոշոր, ավելի ավերիչ, ավելի վտանգավոր։ Այն ոչնչացնում է բերքը այնպիսի մասշտաբներով, որոնք նախկինում չեն նկատվել, վնասում է տներն ու մեքենաները, վնասվածքներ է պատճառում մարդկանց, սպանում է անասուններին։ Եվ հատկապես մտահոգիչ է, որ հարվածի տակ են հայտնվում նույնիսկ այն շրջանները, որտեղ նախկինում կարկուտը լուրջ սպառնալիք չէր համարվում։ Նոր կլիմայական ռիսկերը պետք է հաշվի առնվեն կանխատեսումներում, բերքի պաշտպանության ոլորտում, քաղաքաշինական պլանավորման մեջ և նախազգուշացման համակարգերում։